մեկ է գաղտնալսումներն ու բանը հետապնդումները։ Մի 3 կարևոր օղակ հանեցին։ ԱԱՑ-ն ինքը մի օրգանիզմ է, փող լրացնող տարբեր վարչություններ, դեպարտամենտներ, 3 կարևոր վարչություն հանել են, չէ՞։ Արտաքին հետախուզությունը, քննչական կոմիտեն, պետական պահպանության ծառայությունը հանել են։ Հանել են, չէ՞։ Դե հիմա մի երկու բան էլ կային, կանեն, վերջում թողեն քաղաքական ոստիկանություն, այսինքն ոստիկանության գործառույթներ կթողեն։ Քաղաքական գործիչների ընդդիմադիր նկատմամբ գաղտնալսումներ, հետապնդումներ, վարկաբեկումներ, քարոզություն կազմակերպում եւ այլն։ Սա է ունենում։ Հիմա ինչ վերաբերում է ձեր ասած այդ թվերին, որ կրճատել են։ Բա Փաշինյանը ասում էր ես 8 միլիարդ դոլար որ վերցրել եմ, զենք եմ արել։ Հետո ասում էր 50 հոգի փողոցից հավաքեմ, տանեմ ցույց տամ, իրանք հավատան, այդ 50 հոգին որ ասին հա, ուրեմն ժողովուրդը կասի հա։ Բա որ ասում եմ այդ մտքերի հեղինակների տեղը որտեղ է, Ավան համապատասխան Բուշ հաստատություն 6-րդ պալատ, մարդիկ բան են անում։ Չի կարելի այդպիսի բաներ։ Ընդ որում մի տնտեսագետ նաև հաշվել էր 2019-ից առ այսօր առաջին 9 ամիսների կտրվածքով բյուջեով նախատեսված ռազմական ծախսերի գումարը 4.5 էր կարծեմ, եթե չեմ սխալվում, միլիարդ։ Բա մնացած 3.5-ը տակով են արել տղերքը։ Փաշինյանն ասել, հո ես չեմ ասել իր բերանից որ լրագրողը չի քաշել, որ այդ 8 միլիարդով զենք առել։ 2019-ից մինչև 2025 հաշվել էին բյուջեով ինչքան է։ 4.5 է ծախսել, բա մնացած 3.5-ը։ Նորից եմ ասում, եթե Հայաստանը դրվելու է Թուրքիայի անվտանգային վերահսկողության եւ կառավարման ներքո, քեզ ինչ բանակ, ինչ ռազմաարդյունաբերական համար ինչի մասնա խոսքը։